Սա շնորհակալագիրն է, որ ուզում եմ փոխանցել արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Հայաստանի Հանրապետության պատմության առաջին անգամ մեր առաջին մեդալակին ես, այո։ Բրոնզե մեդալ արհեստական բանականության միջազգային օլիմպիադայից։ Արամ Վարդևանյանը Հայաստանի Հանրապետությանը բերել է աննախադեպ հաջողություն։ Սա մեր երկրի առաջին մեդալն է արհեստական բանականության միջազգային օլիմպիադաներում։ Վանաձորի մաթեմատիկա եւ բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ մասնագիտացված դպրոցում ենք։ Անակնկալ այցելել ենք Արամ Ամիրխանյանին փոխանցելու շնորհակալագիր։ Բարև ձեզ։ Արամ ջան, շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ քո ուսուցիչներին։ Իրենց քիչ ան մնացել, որ իրանք է չինչինաբաներ Ես ուզում եմ, որ այդ փոքր անհաջողությունից ոչ թե թևաթափ լինեք, ընդհակառակը էլ ավելի մոտիվացվեք։ Թող դա մարտահրավեր լինի, ոչ թե կոտրի հոգեբանորեն, ընդհակառակը մարտահրավեր է ձեզ, որ դուք պետք է հաղթահարեք։ Այդ անգամ չստացվեց, հաջորդին պետք է բերեք։ Էլ ավելի, այսպես ասած, կատաղի աշխատեք, էլ ավելի տրամադրված աշխատեք, որ հաջորդը անպայման ստացվի ու կստացվի։ Ավելի շատ բնավորություն պետք է ցուցաբերեք, ինձ թվում է, որովհետև ուժեղ ուսուցիչները ունեք, ամուր հիմքերը դրված են, մենք էլ պարոն Ծատուրյանի հետ պայմանավորվել ենք դպրոցի հիմնանորոգման պրոցեսը արագացնենք, որ ժամանակին տեղափոխվեք, ամեն պայման ապահովված է, այնպես որ պետք է ձգտեք։ Արամին շնորհակալագիր տալով մենք չենք ուզում առանձնացնենք իրեն ձեզնից։ Մենք ուզում ենք Արամով, Արամի օրինակով ձեզ ոգևորել։ Ես ուզում եմ, որ դուք ձգտեք գերազանցել Արամի հաջողությունները։ Արամին ուզում եմ մաղթել, որ ինքը գերազանցի իր սահմանածնշածողը։ Ես վստահ եմ, որ հաջորդ անգամ հնարավորություն կունենամ նաև շնորհակալագրեր ձեզ փոխանցել ձեզ եւ նաև ձեզ բոլորիդ։ Մաղթում եմ լավագույնը։